Խոսեք այն ժամանակ, երբ որ ձեր բառերը լռությունից ավելի թանկ կլինեն։ Սա իմ մտքերը չի, Նասիմ Տալեբն է գրել։ Կարող է թվա պրիմիտիվ միտք, բայց իմ կարծիքով շատ կարևոր եւ ակտուալ է, մանավանդ այս ժամանակաշրջանում։ Անպայման գրանցվեք մեր ալիքին, որովհետեւ իմ կարծիքով մենք ստեղ խոսում ենք շատ կարևոր թեմաներից։ Շնորհակալություն։ Տեսեք, ես այսօր խոսելու եմ այս ծրագրի մասին, ես մեքենայից աղբ չեմ նետում, ստիկերներն են։ Ընդհանուր առմամբ 6 ամիս առաջ որ մենք սկսել ենք, վիդեոները հավաքել են մոտավորապես 7 միլիոն դիտում։ Եթե դուք համացանցում այս ծրագրի մասին չեք լսել, ապա տեսել եք քաղաքում տարբեր մեքենաների վրա փակցված։ Արդեն մոտ 3-4 հազար մեքենայի վրա կպցրած ասեմ։ Ինչու ենք մենք դադարեցրել այս ծրագիրը եւ գուցե չենք դադարեցրել, пассивացրել ենք, ես էլ չգիտեմ ինչ ենք արել, բայց հիմա սա խոսանք, ես բոլոր հարցերին պատասխանները կտամ, որովհետև ամեն օր մեզ գրում են, բայց ես չգիտեմ ինչ պատասխանեմ, այս վիդեոյով follow-up-ով ես փորձեցի հիմա բոլոր հարցերին պատասխանեմ ու մաքսիմալ անկեղծ։ Տեսեք։ Հենց որ մենք սկսեցինք այս ամեն ինչը, այն ակտիվությունը, որը եկավ տարբեր կողմերից, այդ ակտիվությունը արժեզրկող էր։ Եթե ես մի բառով փորձեմ ամփոփել այս ամեն ինչը, ամոթ բառը կլիներ։ Որովհետև եթե տեսեք, ես անվճար եմ ստիկերները տալիս, մարդիկ գրում են, ուզում են, գալիս են վերցնում են, ես անվճար տալիս եմ։ Մարդիկ տպում էին եւ վաճառում էին 1000 դրամով։ Ամոթա։ Մարդիկ գրում են, ասում են, բա ասում եք անվճար է, խիա փողով։ 1000 անգամ գրել ենք ստորիներով, նկարագրության մեջ, ամեն ձև ասել ենք, մերը անվճար է, մի վերցրեք այն մարդկանցից, մի գնեք այն մարդկանցից, ովքեր գումարով են դա վաճառում։ Իրանց գործն արդեն մենք չենք կարող դրանից ավելի ինչ-որ բան անենք։ Երկրորդը, տարբեր խմբեր, չգիտեմ, կուսակցություններ, շարժումներ գրում են, որ մենք միանում ենք մեր ընկերներին, բայց իրանք մեզ ընկեր չեն, մենք այդ մարդկանց չենք ճանաչում, բայց մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ այդ խմբերի հետ մենք ինչ-որ ընդհանուր բան ենք անում, ինչ-որ քաղաքական նպատակներ ունենք, մենք մեռանք ասելով, որևէ քաղաքական նպատակ մենք չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու ապագայում։ Մենք կրթական ծրագիր ենք, ուզում ենք ընդհանրապես ինչ-որ օգուտ բերել, հա։ Մենք որևէ ձև, ոչ մենք, ոչ չգիտեմ, ոչ էլ կապ ունենք ինչ-որ քաղաքական կուսակցությունների կամ մարդկանց հետ։ Մենք գրում ենք, ասում ենք ջնջեք այդ պոստերը, եւ ամեն ձև դե պատկերացնում եք մարդը, որ կպցնում է սա իր մեքենային, ինքը չի ուզում, որ ինքը ինչ-որ ձև քաղաքականացվի կամ օգտագործվի ինչ-որ նպատակների համար, հասկանում եք։ Ես եմ այս ամեն ինչ ստեղծել։ Ես ասում եմ, որ մենք կապ չունենք։ Հիմա ինչ են մնացածը գրում, ինչ են ուզում անեն, դա իրանց գործն է, հա, անլուրջ նայեք այդ մարդկանց։ Չգիտեմ, շատերը սադրում են, մարդիկ ծխում են սիգարետը, տեսնում են, ես անցնում եմ, հələ միջև վերջ չեն ծխել, գցում են գետին եւ լկտիաբար ժպտում են մեր էսին, սադրելով, որ ես ինչ որ ձև պետք է արձագանքեմ, բայց ես չեմ արձագանքելու։ Ես չեմ արձագանքելու, դա ձեր ընտրությունն է, եթե դուք ուզում եք ապրեք այդ իրավիճակում, դա ձեր ընտրությունն է։ Ես չեմ հասկանում այդ մարդիկ ինչի դեմ են պայքարում։ TikTok-ում ամեն անգամ վիդեոներ այնց ամեն անգամ չեմ 2-3 հատ տեսել եմ, որ մարդիկ վերցնում են, պոկում են մեքենայից, գցում են գետին եւ տրորում են այդ ստիկերը։ Ինչի դեմ են այդ մարդիկ պայքարում, ինձ բացատրեք, էլի։ Նպատակը ո՞րն է։ Եթե ինչ որ բան ես սխալ եմ անում, ասեք Արամ ջան, այս մի բանը սխալ է, ասենց մի արա, կամ եկեք կպնենք իրար, չգիտեմ, մտածենք, մենք քննադատենք ինքներս մեզ, ավելի ճշգրտենք եւ օգուտ բերենք մեր ազգին, պետությանը։ Ես չգիտեմ ուղղակի։ Հիմա նաև տարբեր շարժումներ են սկսել նախընտրական, որտեղ նույն ձևի sense ստիկերներ են մեքենաներին կպցրած, ուղղակի գույնն է ուրիշ եւ ինչ որ քաղաքական լոզունգ։ Մենք էլ այդ մարդկանց հետ որևէ կապ չունենք, նույն դիզայնն է, գույնն է ուրիշ։ Մարդիկ գիտեն, որ էլի մենք ինչ որ ձև կապ ունենք, չունենք մենք կապ, ոչ մեկ էլ։ Ես գիտես ինչն եմ հիշում, բանը Ֆրունզիկի ֆիլմ կար է, Ֆրունզիկ Մկրտչյանի խոշոր շահում էր կոչվում։ Այն որ այնքան են այդ մեքենան ուզում, արդեն մարդը դավադ դալում, ասում ախպեր ձեզ պահեք արդեն։ Ես պատկերացնում եմ, եթե sense թղթի կտորը ընդամենը ու այսքան բան է տեղի ունենում, պատկերացնում եք մարդիկ մի հատ մեծ կազմակերպություն բացեն, ինչ որ մեծ գործունեություն ծավալեն, հում ուտում են այդ մարդկանց։ Պատկերացնում եք ինչքան ամոթ է։ Ամոթ բառ մենակ, ես ուրիշ բառ չեմ կարողանում արտահայտեմ։ Նպատակը նաև ո՞րն էր այս ամեն ինչը, ընկերներ ջան, պատկերացրեք մեքենայի հետևը փակցված է, օրինակ 1 միլիոն մեքենա կա Երևանում, 500,000-ի վրա փակցված է։ Եվ մեր երթևեկությունը այսօր բավականին վտանգավոր է, այն առումով, որ ագրեսիա կա, հա, ճանապարհին եւ մարդիկ ընդ չեն հարգում մեկը մյուսին, բայց եթե մեկի մեքենային սա կպցրած է եւ դիմացի մեքենային էլ է կպցրած, նա ավելի հանդուրժողական կլինի իր նկատմամբ։ Հասկանաք, sense ոնց որ մարդիկ միավորվում են ինչ որ գաղափարի շուրջ։ Եվ չգիտեմ, ինձ թվում էր ու թվում է միջև հիմա, որ սոցիալ հոգեբանական էֆեկտ տեղի կունենար եւ մարդիկ ավելի սիրով մեկը մյուսի նկատմամբ կլիներ,
հարգալից եւ անհատապես ում հետ էլ խոսում ես, բոլորը նորմալ մարդիկ են, բայց չգիտես խի մենք ունենք այն ինչ ունենք այսօր մեր քաղաքում։ Ես օգտվելով իրավիճակից եւս մեկ անգամ ասում եմ, որ մենք որևէ շարժումների հետ ոչ կապ ունեցել ենք, ոչ կապ հիմա ունենք, ոչ էլ կապ ունենալու ենք ապագայում։ Մեզ դա հետաքրքիր չի։ Առաջինը, ինչ ծրագրեր մենք սկսել ենք, մենք անում ենք միայն ու միայն ինչ որ ձև օգուտ տալու, եթե այս բովանդակության շրջանակներում կա քննադատություն, կա ինչ որ մտքեր, որոնք մենք կարանք օգտագործենք եւ ավելի լավ լինի, հա, այդ, չգիտեմ, մասնագիտական կամ որ եկեք միացեք անենք իրար հետ օգուտ բերենք, մենք որևէ բան չունենք։ Եթե դուք ունեք ինչ որ հետին միտք, որ վաղը, չգիտեմ, ընտրություններ եւ այլ, պետք չի։ Դուք ձեր բաներով մնացեք։ Մեզ հետ կապ մի ունեցեք։ Մենք չենք ուզում որևէ մարդկանց հետ կապ ունենանք այդ առումով։ Մենք մաքսիմալ բաց ենք, ոչ մեկից ոչ մի բան չենք թաքցնում։ Եթե կա քննադատություն, գրեք այդ քննադատությունը։ Կարող է ինչ որ ձև ինչ որ բան սխալվել ենք, ինչ որ սխալ փաստ ենք ասել, բայց չնայած մեր բոլոր նյութերը, որ մենք տեղադրում ենք այս տարիների 10 տարվա ընթացքում, ինչ էլ գտնում ենք, կարդում ենք, տեսնում ենք, մի հատ մինիմում գոնե մի հատ գիտնականի հետ այդ ոլորտի մենք շփվում ենք, որ հասկանանք հանկարծ այդ նյութը ինչ որ ձև վնաս չտա մեր պետությանը, հասարակությանը եւ այլ։ Մենք ողջ այդ պատասխանատվությունը զգում ենք։ Ես էլ մարդ, որ գիտությունով եմ զբաղվել։ Ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Ամեն ինչ տենց հեշտ չի։ Ու մենք կարծում ենք, որ կարևորագույն բանը, որ պետք է անենք, դա վերականգնելն է վստահությունը հայ մարդու նկատմամբ հայ մարդու կողմից։ Հային պետք է վստահի։ Եվ եթե վստահությունը չեղա, ոչ մի ձև առաջ չի գնա։ Ոչ ընկերությունը, ոչ զույգը, ոչ, չգիտեմ, ընտանիքը, ոչ պետությունը։ Վստահությունը շատ կարևոր է։ Դրա համար ես խնդրում եմ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, չխառնեն մեզ ինչ որ թեմաների մեջ, մենք դե անհատապես զանգում ենք, խոսում ենք, փորձում ենք ինչ որ ձև այդ սահմանները պայել ասել, հեռու մնացեք։ Եվ խնդրում եմ, որ մարդիկ էլ մեզ ինչ որ ձև աջակցեն, գոնե եթե տեսնում են ինչ որ մեկը միտեղ տենց բան ասում, ասեն որ մենք այդ բաների հետ կապ չունենք, որովհետև Հայաստանում այդ բամբասությունները, խոսքերը շատ են տարածվում։ Փառք Աստծո, մենք մենակ հարգանք ու պատիվ ենք տեսնում դուրսը, որովհետև ձև տենց վատ բաներ չի եղել, բայց ինձ համար շատ ցավալի է, որ մեկ-մեկ մեկնաբանություններ եմ տեսնում, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ տենում եք, ես բերեցի այս ստիկերի պահը, բայց պատկերացնում եք, մենք ամեն օր նյութ ենք տեղադրում ու ինչքան պատմություններ է լինում ու ինչ դժվար է այդ ամեն ինչը պահել։ Շատ դժվար է։ Մարդիկ սկսում են, չգիտեմ, ինչ-որ բան հետին մտքեր ման գալ եւ այլ։ Եթե կա բան գրեք, մեծ սիրով, պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, բաց ցանկացած ֆորմատով։ Մենք որևէ բանից չենք ամաչում, չենք քաշվում եւ մենք շարունակելու ենք մեր գործը զբաղվել։ Մոտակա այցերը տարբեր երկրներ մենք էլի եւս իրականացնելու ենք, հենց արդեն հստակ օրերը լինեն դասախոսությունների եւ հանդիպումների ձեզ կասենք եւ սիրով կսպասենք, նաեւ պատրաստեք ձեր հարցերը, եթե այդ երկրներում հանդիպումների լինելու է, մեծ սիրով պատրաստ ենք նաեւ տենց շփվել, խոսալ ու բոլոր հարցերին բաց պատասխանենք, լեսարանում կլինի, ինտերնետում կլինի, ամեն ֆորմատով։ Շնորհակալություն ձեզ շատ։ Տեսեք, ես մի քանի հազար ստիկեր ունեմ հիմա։ Եթե դուք ուզում եք վերցնեք եւ կիսում եք այս արժեքը, եկեք գրեք մեզ, ես անձամբ պատրաստ եմ ձեզ այդ ստիկերները փոխանցել, կփակցնենք ձեր մեքենային ու հույսում կարող այս վիդեոն նաև մեկ նոր շունչ տա այս շարժմանը, շարժում չէ, էլի բանին ոնց է կոչվում, նախաձեռնությանը եւ մենք կարողանանք ի վերջո ինչ-որ ձև նպաստենք լուծմանը այն խնդիրների, որը ես ասել եմ, բարձրաձայներում եւ դա մեր բոլորիս ծրագիրն է, մենք բոլորս ենք ուզում նենց այնք, որ լավ լինի։ Ու այս ծրագիրը այս մակարդակով մնալու է, ինքը որևէ ուրիշ մակարդակ չի հելնելու։ Ես էլ չգիտեմ ոնց ասեմ։ Ամոթել է, էլի, չգիտեմ, խաչակ ընկվելով ասեմ, բա երթվելով ասեմ, հա։ Մարդիկ որ նենց բաներ են մեկ-մեկ գրում, չգիտեմ, ամաչում եմ անգամ կարդամ, չեմ էլ ուզում ձեզ ասեմ դրա մասին։ Մի խոսքով, խնդրում եմ, վատ մարդիկ մեզանից հեռու մնացեք։ Լավ մարդիկ, եթե մենք ինչ-որ ձև կարանք ձեզ օգտակար լինենք, գրեք, մենք սիրով պատրաստ ենք ամեն ուղղությամբ ձեր կողքին լինել եւ լավ բաներ մտածել։ Էլի եմ կրկնում, անգամ այն ստիկերները, որը ուրիշ գույնով, ինչ որ քաղաքական լոզունգներով նույն այս դիզայնով կա, մենք կապ չունենք այդ մարդկանց հետ, որևէ ձև։ Դու կարող է ինչ որ մարդկանց հետ ընկերություն ենք անում, շփվում ենք, բայց մենք կապ չունենք որևէ ձև այդ շարժումների բովանդակության հետ, մանավանդ քաղաքական տեսլականների հետ։ Չունենք, կապ չունենք։ Եթե մեկը միտեղ ասում է, ասեք, որ իրանք կապ չունեն, չգիտեմ ինչ ասեմ։ Մի խոսքով, ձեզ լավ օր, անկեղծ մանալոգ երկրորդ մասն է, կփորձեմ մի քիչ ավելի շատ մտքերով կիսվել, անպայման գրանցվեք մեր էջին եւ այս հարթակում շատ լավ բաներ պետք է դուրս գան այս տարվա ընթացքում։
Շնորհակալություն շատ։